Բարև ձեզ արգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը պոլիտիկայի մի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է, մենք ձեզ ենք ներկայացնում օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես հրապարակ թերթը գրում է. Հրապարակի տեղեկություններով օրեր առաջ Վարդենիսի սահմանամերձ Գեղամաբակ գյուղում խուճապային իրավիճակ է ստեղծվել։ Գյուղի արոտավայրում բնակիչներից մեկն ականի կամ ռումբի նմանվող առարկա է նկատել, ինչը լրջորեն անհանգստացրել է գյուղացիներին։ Դեպքի վայրում նախ գյուղի բնակիչներն են հավաքվել, սակայն չեն կարողացել հասկանալ ինչ առարկա է գտնվել իրենց համագյուղացու կողմից։ Կանչել են գյուղապետին, ապա ահազանգել են ոստիկանություն։ Ոստիկաններն էլ կապ են հաստատել պաշտպանության նախարարության հետ, որտեղից սակրավորներ են ժամանել գյուղ, պարզել թե ինչ է։ Ռումբը հենց տեղում պայթեցրել են, բայց դրանից հետո էլ գյուղում խուճապը չի անցել։ Բնակիչների շրջանում տարբեր վարկածներ են շրջանառվել, այդ թվում մտահոգություն, թե հնարավոր է հակառակորդը սահմանային հատվածից ներթափանցել է իրենց գյուղի տարածք, ական տեղադրել եւ հեռացել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի 3 հրապարակած տեսանյութն ու ձայնագրությունը ոչ միայն բացահայտում են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչի կողմից կաշառք պահանջելու եւ ստանալու վերաբերյալ քրեական վարույթի մանրամասները, այլև լուրջ հարցեր են առաջացնում բուհական ընդունելության նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներով Էդիկ Մինասյանը, որը 2023 թվականին սեպտեմբերի 3-ից զբաղեցրել է ամբիոնի վարիչի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնական դիրքն ու ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունը, խոստացել է ապահովել դիմորդի ԵՊՀ ընդունվելը, սկզբում պահանջված գումարը կազմել է 5000 ԱՄՆ դոլար, ապա բանակցությունների արդյունքում այն նվազել է մինչև $4000, այսինքն խոսքը պարզապես մեկ պաշտոնյայի հնարավոր կոռուպցիոն վարքագծի մասին չէ, այլ համագարքային խնդրի։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթը քննչական կոմիտեին հարցում է ուղարկել պարզելու 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարությունում քանի ինքնասպանության փորձ եւ քանի ինքնասպանության դեպք է արձանագրվել, բոլոր դեպքերով նախաքննությունները իրականացվում են ՔԿ-ում։ ՔԿ-ից պատասխանեցին, թե տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախաքննության տվյալներ, հղում անելով տեղեկատվության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետին։ Մինչդեռ մենք անուններ չենք խնդրել, քրեական գործի մանրամասներ չենք պահանջել, չենք հարցրել ինչ հանգամանքներում են մահացել զինծառայողները կամ ինչ վարկածներ են քննվում, այլ հարցրել ենք թվաքանակի մասին։ Հրապարակ օրաթերթը գրում է. Հրապարակի տեղեկություններով 2026 թվականի մայիսի 22-ին վերջին զանգի օրը Տիգրանաշենի միջնակարգ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել։ Դպրոցի աշխատակիցների եւ գյուղի երկու բնակիչների միջև վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի եւ ծեծկռտուքի, ինչի հետևանքով միջադեպին միջամտել են իրավապահները։ Վերջին զանգի օրը ժամը 13:00-ի սահմաններում Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը գնացել են Տիգրանաշենի Պարուր Սևակի անվան դպրոց, ըստ իրավապահների, նրանք դպրոցի ուսուցչանոցում վիճաբանել են տնօրեն Մելսիդա Գրիգորյանի հետ, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել, ապա մտել միջոցառման անցկացման սենյակ, շարունակել վիճաբանությունն ու վնասել դասասենյակի գույքը։ Վիճաբանության ընթացքում կանայք նաև ծեծել են դպրոցի տնօրենի անչափահաս դստերը Մարիաննա Արզումանյանին։ Պատճառն այն է եղել, որ աղջիկը փորձել է պաշտպանել մորը, Աիդա Կարապետյանը ապտակել է նրան, իսկ Հռիփսիմե Արզումանյանը հարվածներ է հասցրել։ Մարիաննա Արզումանյանը մարմնի տարբեր հատվածներում լուրջ վնասվածքներ է ստացել։ Դեպքից հետո Աիդա Կարապետյանն ու Հռիփսիմե Արզումանյանը ձերբակալվել են, հետագայում Հռիփսիմե Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելանքը, իսկ Աիդա Կարապետյանի նկատմամբ տնային կալանքը։ Սա եւս մեկ փաստ Նիկոլ Փաշինյանի համար, թե ինչու պետք է հանձնել Տիգրանաշենը։ Ես սա կատակ, իսկ եթե լուրջ, ընդհանրապես մեր հասարակությունը բավական ռադիկալիզացվել է եւ նման միջադեպերը նաև ցույց են տալիս, որ հասարակական կարգը ըստ էության փլուզված է, որտեղ կանայք են նման միջադեպերի մասնակից լինում, հայհոյանքներով վարքագիծ դրսևորում։ Մյուս կողմից, եթե հիշում եք, հայոյախոս եւ անբարոյական Դոգ, այդ բլոգեր կոչվածը որ կար, իր հիմնական հետևորդները զգալի մասը կանայք էին եւ նաև զգալի աջակիցները, որոնք հրապարակային տարածում էին այդ հայհոյանքները կամ աջակցում այդ հայհոյանքներին։
Ես այդ մարդկանց չեմ մեղադրում, իհարկե պետությունը պետք է վարեր այնպիսի կրթական, մշակութային, սոցիալական քաղաքականություն, որ մեր հասարակության տարբեր շերտեր չընկնեին նման ազդեցությունների տակ, բայց ունենք այն ինչ ունենք, որը միանշանակ փոփոխության, բարեփոխման, կարգավորման կարիք ունի, հասարակական հարաբերությունները, կարգը, մարդկանց միջանձնային հարաբերությունների, այսպես ասած, մակարդակը կամ մշակույթը, որով մարդիկ իրար հետ հարաբերում են։ Հրապարակ թերթը գրում է. Կառավարության բարձր օղակներում քննարկում են նաև Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի պաշտոնանկության հարցերը։ Սինանյանի պաշտոնի թեկնածուի անունն էլ է շրջանառում։ Նա հուլիսի 1-ին ԿԳԲՍ փոխնախարարի պաշտոնից ազատված Սփյուռքահայի Դանիել Դանիելյանն է, որը ԿԳՄՍ-ում համակարգում է մշակույթի ոլորտը։ Ինչ վերաբերում է ՔԿՑ պետ Ծովինար Թադևոսյանին, որին հենց առաջին օրվանից համակարգը չընդունեց իր երիտասարդ տարիքի և սեռի պատճառով, քանի որ համակարգում հիմնականում տղամարդիկ են աշխատել զինվորականներ, ճանապարհ անցած և կալանավայրերի բարդ համակարգից գլուխ հանող տարիքն առած մարդիկ։ Նրա աշխատանքից դժգոհություններն այնքան շատ են, որ դրանք հասել են ամենավերև, սակայն Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն ամեն գնով պահում է իր ընկերուհուն և անձամբ խնդրել Նիկոլ Փաշինյանին էլի շանս տալ նրան ու առաջարկել է համակարգի հետ կապված քննարկում կազմակերպել վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մոտ, որտեղ իրենք կապացուցեն, որ անկախ դժգոհություններից իրականում Թադևոսյանը լավ է աշխատում, ասում են Փաշինյանը համաձայնել է քննարկման առաջարկին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել է Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանի օգոստոսի 17-ին սոցիալական ցանցերում կատարած աղմկահարույց գրառումը, որտեղ նա քաղաքական ընդդիմախոսների հասցեին օգտագործել էր վիրավորական և նվաստացուցիչ բնույթի արտահայտություններ, այս մասին կառույցից հայտնեցին Ժողովուրդ օրաթերթին։ Օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, խնդրելով գնահատել, արդյոք նման հրապարակումը կարող է համարվել պետական պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի և էթիկայի նորմերի խախտում, ինչպես նաև պարզել, արդյոք հանձնաժողովն ուսումնասիրում է գրառումը և պատրաստվում է համապատասխան գործողություններ ձեռնարկել։ Հանձնաժողովից մեր հարցմանն օպերատիվ պատասխանել են, պատասխանում մասնավորապես նշվում է, որ հանձնաժողովը մեդիա մոնիթորինգի շրջանակներում իրականացնում է ուսումնասիրություն Ալեն Սիմոնյանի գրառման և դրա վերաբերյալ մեդիա հրապարակումների առնչությամբ։ Հրապարակ թերթը գրում է. Մայր Հայաստան կուսակցության անդամ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, որն այժմ գտնվում է Կանանց Աբովյան քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ, մեր տեղեկություններով նստած է նույն խցում, որտեղ իրենց կալանքն են կրում Ավստրիայում նախկին հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը և խարդախության մեջ մեղադրվող մի կին։ Հիշեցնենք, որ Աշխեն Ալեքսանյանի արարքինի սկզբանե տրված իրավական գնահատականը դատարանում փոխվեց։ Սկզբում նրան պետական դավաճանության մեջ էին մեղադրում, ապա դատարանը նրան արդարացրեց պետական դավաճանության հոդվածով, բայց պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք դրեցին և 2026 թվականի ապրիլին 2 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Նա դեռ 1 տարի էլ պետք է անազատության մեջ մնա, եթե պայմանական վաղաժամկետ ազատ չարձակվի։ Ինքը Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել է 2026 թվականի հուլիսի 9-ին, ապա կալանավորվել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Նրան և Անդրանիկ Թևանյանին մեղադրում են նույն գործի շրջանակներում, ըստ փաստաբանների մեղադրանքն անհիմն է և քաղաքական։ Գիտեք, ես լսում եմ Աննա Հակոբյանին, ով շաբաթներ շարունակ խոսում է ընտանեկան բռնությունից, կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունից, բայց միևնույն ժամանակ այսպես անտարբեր հետևում է, թե ինչպես է իր ամուսնու իշխանությունը կամ զուգընկերոջ, չգիտեմ, քաղաքացիական ամուսնու, որ բառը կուզեք, այդ բառը օգտագործեք, ապօրինաբար հետապնդում կնոջ տարբեր կանանց, այս դեպքում Արեգնազ Մանուկյանին, ես վստահ եմ, որ այս գործը ապօրինի և հորինված է, և այս գործը ցույց է տալիս Փաշինյանի իշխանության անմարդկային դեմքը, որովհետև անկախ նրանից, որ հաճախ մենք խոսում ենք գենդերային հավասարության մասին, որ տղամարդիկ և կանայք հավասար են, այնուամենայնիվ հասարակական չգրված օրենքներ կան, որտեղ կանանց նկատմամբ կա ավելի մեղմ վերաբերմունք, այսինքն եթե որևէ գործի շրջանակում կարելի է տղամարդու վերաբերվել ավելի խիստ, կանանց նկատմամբ ավելի մեղմ էին վերաբերվում, նույնն էլ անգամ քաղաքական հետապնդումների մասով, որոնք եղել են լի ու լի նաև 2018-ից առաջ, բայց ինչ որտեղ
այդ հետապնդումները այլ տեսք էին ստանում, եթե կին քաղաքական գործիչներ վերաբերում խոսքը, հիմնականում փորձում էին խուսափել, բայց եթե լինում էին դեպքեր, ես ճիշտ ասած մի դեպք եմ հիշում միայն, Անի Հովհաննիսյանի դեպքը, անալիտիկ կայքի խմբագիր, այդ դեպքում էլ քաղաքական հետապնդումը սկսվել էր այսպես կոչված անդիմադիր Տիգրան Ուրիխանյանի հաղորդում տալուց հետո, էլի զուտ իշխանական հետապնդում չէր։ Այնպես որ այո, սա իշխանության դեմքն է Նիկոլ Փաշինյանի եւ լավ կլինի ընտանեկան բռնության դեմ խոսող, կանանց իրավունքների մասին խոսող Աննա Հակոբյանը կես բառ այս խնդրի մասին խոսեր իր ամուսնու իշխանության կողմից ձեռնարկված, նախաձեռնված խնդրի մասին։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Օրաթերթի հարցմանն էկոնոմիկայի նախարարությունը պատասխանել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը դարձել է կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություն, սակայն երբ խնդրեցինք ցույց տալ կոնկրետ ինչ ապրանք, ինչ քանակով եւ որ շուկա է գնացել, նախարարությունը մեզ ուղղորդեց ՊԵԿ։ ՊԵԿ-ն էլ Արմստատ, պաշտոնական թվերը մի շարք ուղղություններով ոչ թե թռիչքային աճ, այլ անկում են ցույց տալիս։ Հայկական գյուղմթերքի համար ռուսական շուկան այլևս այդ նույն անվտանգ նավահանգիստը չէ, ինչ նախկինում։ Վերջին ամիսներին ռուսական կողմի տարբեր սահմանափակումները խնդիրներ են ստեղծել մի շարք ապրանքների արտահանման եւ իրացման համար։ Դրա ֆոնին Հայաստանի իշխանությունները խոսում են նոր շուկաներ գտնելու, արտահանման աշխարհագրությունը փոխելու եւ կախվածությունը նվազեցնելու մասին։ Ժողովուրդ, ինչն է կյանքում եղել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գրել է թղթի վրա։ Չի եղել այդպիսի դեպք։ Եվ երեք հրապարակվեց կառավարության ծրագիրը, կառավարության ծրագրում կա, որ առաջիկա 5 տարում իրենք կհեռացնեն կաթողիկոս Գարեգին II-ին, մի անգամից սիրտս տեղն ընկավ, որովհետև եթե մի բան Փաշինյանը գրել է որպես ծրագիր, ապա դա 99% հավանականությամբ չի իրականանալու, այլ իրականանալու է դրա հակառակը, այսինքն մենք կարող ենք հիմա ենթադրել, որ առաջիկա 5 տարում կաթողիկոսի հեռանալու փոխարեն կհեռանա Նիկոլ Փաշինյանը։ Հրապարակ թերթը գրում է. մեր տեղեկություններով մոտ 1 շաբաթ առաջ Նուբարաշենի Զորամասում սննդային լուրջ թունավորման դեպք է արձանագրվել, ինչի հետևանքով մեծ թվով զինծառայողների տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, ավելի թեթև ախտահարվածներին Զորամասի բուժմասում են պառկեցրել։ Թունավորումը մեզ հասած տեղեկություններով եղել է սննդից, իշխանափոխությունից հետո բանակում սնունդ մատակարարող ընկերությունը Art-Lunch-ն էր, սակայն Art-Lunch-ի ղեկավար Բակուր Մելքոնյանը մեզ է զրույցում ասաց, որ արդեն 1 տարուց ավել է ինչ իր ղեկավարած ընկերությունը բանակին սնունդ չի մատակարարում, սննդի մատակարարման տենդերը 4 այլ կազմակերպություններ են շահել։ Այսօր այսքանն էինք առանձնացրել, կհանդիպենք վաղը։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48